պատրաստելու եմ պաստա բոլոնեզ եւ արդեն նախապատրաստվել եմ։ Այստեղ խորանարդաձև կտրատել եմ սպիտակ սոխը, սխտորը, ստեպղինը, գազարը եւ նեխուրը։ Հիմա պետք է տապակեմ։ Տաք բուսայուղի մեջ տապակում եմ այն, ինչ արդեն կտրատել եմ։ Ավելացնում եմ մանր կտրատած հազրեվարդ։ Երբ բանջարեղենը արդեն փափկած կլինի, ավելացրեք տավարի աղացած միսը։ Ես իհարկե օգտվում եմ Ողջաբերդ ընկերության մսամթերքից եւ պատվիրում եմ իմ ընտանիքի համար մեծ զամբյուղ, որի մեջ կա եւ տնական հավ, եւ ծեծած լանգետ, պատրաստի արդեն, եւ աղացած տավարի միս, բլիթներ, գաթա, հավկիթ, այնպես որ ձեզ եմ խորհուրդ տալիս, իսկ պատվերների համար հեռախոսահամարը կթողնեմ ներքևում։ 2 գտալ տոմատի մածուկ, ավելացնում եմ լոլիկը իր հյութի մեջ, պահածոյացված, մանրացրած կտրատած մաղադանոս։ Խենթանում եմ բազիլիկի կանաչ ռեհանի բույրի համար, ավելացնելու ենք նաև այս կանաչին։ Մի փոքր էլ ավելացնելու եմ չիլի պղպեղ, մի փոքր աղուսև պղպեղ եմ անում, բայց անպայման համատեսեք հետո, որովհետև լոլիկը աղովեր եւ կարող է շատ լինել, եթե չփորձեք։ Եվ ավելացնում եմ մոտ 100 մգ գինի։ Ավելացնեմ, թե խմեմ։ Իհարկե ավելացնեմ։ Եվ ավելացնում եմ չոր օրեգանո։ Մոտ 15 րոպե թողնում ենք սոուսը եփվի, իսկ այդ ընթացքում ես կեփեմ սպագետին։ Պաստան արդեն պատրաստ է, հիմա վրան ավելացնեմ արդեն բոլոնեզ սոուսը, այնքան ինչքան որ 2 հոգու համար անհրաժեշտ կլինի։ Մի փոքր չիլիով համեմված ձիթայուղ կավելացնեմ վրայից, չերի լոլիկներ եւ թարմ բազիլիկ։ Սեղմեք լայքի կոճակը, սրտիկեք ինձ, ուղարկեք այս բաղադրատոմսը պաստա սիրող ձեր ընկերոջը, իսկ ես գոհ եմ ինձանից։